նախորդ ընտրությունների այս ընտրությունների ուղղությամբ աշխարհաքաղաքական կենտրոնացվածությունն ավելի շատ է եւ նաեւ այդ կենտրոնացվածությունը հաշվի առնելով խոսվում է նաեւ մաս համարում եք նաեւ այն որ օրինակ Մոսկվայում տարբեր կուսակցության ղեկավարներ հայտարարում են որ անկախ ընտրությունների արդյունքներից Նիկոլ Փաշինյանի պահանջում են որպեսզի չընդունեն Մոսկվայում։ Գիտեք, ես նախ հետեւյալը ասեմ, որովհետեւ եւ քաղաքական process-ի մասնակից ուժեր եւ մեկնաբաններ եւ Հայաստանից դուրս գտնվող մեկնաբաններ կամ քաղաքական գործիչներ փորձում են այս ընտրություններին տալ աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ։ Այս ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ ընդհանրապես չունի։ Չէր էլ կարող ունենալ մի պարզ տրամաբանությամբ։ Հայաստանը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն։ Եվ մեր քաղաքականությունների մեջ ոչ մի դավադրություն, ոչ մի այսպես ասած ընդդեմ գործողություն չկա։ Մենք շատ թափանցիկ կերպով ասում ենք եւ ասել ենք, որ մենք կարծում ենք, որ մեր ժողովուրդը պետք է այլ ընտրանքներ ունենա։ Հայաստանը եւ ժողովուրդը միշտ պետք է այլ ընտրանքներ ունենա։ Կա Եվրոպական միություն, կա Եվրասիական տնտեսական միություն, կա դրանից դուրս process։ Մեր ժողովուրդը պետք է այլ ընտրանք ունենա։ Հիմա եւ մեր ժողովուրդը պետք է որոշի, հնարավորություն ունենա որոշելու, թե որ ռազմավարությունն է իր համար ամենահեռանկարային ու ձեռնտու։ Եվ դա մենք հայտարարել ենք թափանցիկ եւ դա իրականացվում է։ Եվ աշխարհաքաղաքական համատեքստ չկա, որովհետեւ մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք վարում։ Եվ երեք էլ ապարանում ունեցած ելույթում ես ցանկացա, որ այդ համատեքստը շատ པարզ լինի եւ հիմա հնարավորություն ունեմ այդ բան անել, այդ քաղաքականությունը նորից բացատրել ու մեկնաբանել։ Այս պատկերացնենք Հայաստանի Հանրապետությունն այս բաժակը կամ Հայաստանի Հանրապետության շահերն են եւ ինքը հենված է բազմաթիվ կշերքների վրա, բազմաթիվ կշերքին նժարների, բազմաթիվ կշերքը մեր մոտ սովորաբար երկու նժարաններ են։ Հիմա պատկերացրեք այդ նժարը բազմաթիվ են, 10-ը, 20-ը, 30-ը եւ որպեսզի Հայաստանը իր շահերը սպասարկի, պետք է հարթություն լինի, որ այս բաժակը կայուն իրավիճակում մնա։ Երբ որ մենք տեսնում ենք, որ նժարի մի կողմը շատ ծանրանում է եւ կարա շուռ գա բաժակը, մենք մեր քաղաքականությունը բալանսավորում ենք, որպեսզի հավասարակշռությունը եւ հարթությունը պահպանվի։ Սրա մասին է խոսքը։ Ստեղ նեղվելու վիճաբանություն սարքելու ոչ մի տրամաբանություն չկա։ Եվ ես ինչպես ասել եմ, մենք վիճաբանության մեջ չենք մտնելու։ Եվ հիմա նաեւ ես չգիտեմ, ես առիթ ունեցել եմ ձեզ պատմել, թե չէ։ Ռուսաստան կատարած այցից մեկի ժամանակ մեր գործընկերներից մեկը ասաց հենց հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությամբ վնաս է հասցնում, ասենք օրինակ Ռուսաստանի շահերին։ Ես լսեցի եւ ասացի շատ լավ։ Ես ասել եմ, որ մենք Ռուսաստանի շահերին վնասելու ոչ մի մտադրություն, ցանկություն չունենք եւ վերահաստատում ենք։ Բայց հիմա դուք պնդում եք անում, խնդրում եմ ինձ պատվիրակությանը նաեւ բոլորին ներկայացրեք մի օրինակ, որտեղ Եվրամիության հետ մեր համագործակցությունը Ռուսաստանի շահերին հասցրել է առարկայական վտանգ։ Եվ հասկանալի է, չէ՞ որ սեղանի շուրջ նստված մարդը առավել քան լուրջ լրջագույն մարդկանց հետ մենք գործում ենք։ Եվ գիտեք ինչ էր պատասխանը։ Լռություն։ Բայց ես հարցը նորից կրկնեցի, ասի խնդրում եմ, մի օրինակ, մի կոնկրետ օրինակ։ Եվ գիտեք երկրորդ անգամ ինչ էր պատասխանը։ Էլի լռություն։ Եվ մենք թեման փոխեցինք։ Եվ սա ճշմարտությունը սա է։ Մենք ոչ մեր իմիջիայլոց նաև Ռուսաստանի հետ մեր համագործակցություն, որովհետև ինչ վնաս է հասել, որովհետև այդպիսի տեսակետներ կար նաև Եվրոպական միությունում։
Մասնավորապես կային կասկածներ երկար ժամանակ, թե Հայաստանը մենք ասել ենք, որ մենք սանկցիոն ռեժիմի մեջ չենք եւ նաեւ բայց ասել ենք նաեւ, որ մենք քայլեր չենք անելու, որ մենք ինքներս ընկնենք սանկցիայի տակ։ Եվ թափանցիկ ենք ասել եւ Ռուսաստանի գործընկերներին, եւ Եվրամիության գործընկերներին։ Մենք ասել ենք, որ մենք բնակաբար չենք ուզում Ռուսաստանի դեմ որևէ բան անենք։ Բայց մենք ունենք գիծ, եթե որևէ քայլ անելուց մենք զգանք, որ մենք ինքներս սանկցիայի տակ ենք ընկնելու, մենք չենք անելու այդ քայլերը, ամենայն հարգանքով։ Խնդրում ենք ըմբռնումով վերաբերվեք, որովհետեւ եթե օրինակ Ռուսաստանը կարա սանկցիայի տակ լինի եւ դիմանա, Հայաստանը չի կարող։ Եվ ընդհակառակը Եվրամիությունում կային կասկածներ, որ մենք շրջանցում ենք բաները, այդ սանկցիաները։ Եվ մենք թափանցիկ կերպով քանի անգամ մենք հրավիրեցինք, ասենք եւ գրավոր արձանագրվեց, որ մենք սանկցիաների ռեժիմը չենք շրջանցում։ Բայց էլի սա ոչ թե որ մենք Ռուսաստանն ենք, մենք առաջին օրից ենք պատվիրակություններ են եկել, եւ մենք առաջին օրից այդ դիրքորոշումը հստակ եւ թափանցիկ ձևակերպել ենք, եւ ես հիմա էլ կարծում եմ, որ դա արդար է, որտեղ մենք ոչ թե չենք ուզում, որ ինչ որ բանով օգնած լինենք Ռուսաստանին, բայց մենք չենք ուզում ինքներս ընկնենք սանկցիայի տակ, որտեղ մենք չենք կարող սանկցիային դիմանալ, կամ ինչին գնենք սանկցիայի տակ, էլ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը տանակ չի լինի, որ մենք քայլեր անենք, գործեն հենց գնանք ու մտնենք սանկցիայի տակ։ Եվ նույնն էլ բանում, նույնն էլ Եվրամիությունում երկար ժամանակ կար շատ մեծ, այսպես ասած, հարցեր, թե ինչքանով է Հայաստանի դիրքորոշումները եւ այլն, ինչքանով համագործակցությունը Եվրամիության հետ չի օգտագործվում Ռուսաստանի հետ համագործակցությունը Եվրամիության հետաքրքրություններին եւ շահերին հակառակ։ Մենք այդտեղ ենք թափանցիկ եղել։ Եվ մենք բայց դրանից առաջ հայտարարել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն եւ մնացել ենք այդ քաղաքականության շրջանակներում։